Ես ոնց հավատամ քեզ։ Ոնց իմանամ, որ դու ճիշտ ես ասում։ Լիլի, իսկ իմ ստելու կամ հորինելու պատճառը ո՞րն է։ Չգիտեմ։ Ես էլ չեմ կարողանում այդ հարցի պատասխանը գտնել։ Չկա ինչի համար էլ չես կարողանում գտնել։ Ագնես, ոնց կարա մայրս մեկ Հայաստանում հայտնվի, մեկ նահանգներում։ Այն դեպքում, երբ քո ասելով մայրս հոգեկան խանգարվածություն ունի։ Բայց այդպես էլ կա Լիլի։ Նա այսօր էլ իրեն այդպես պահեց։ Իրեն պահեց, ոնց որ ամենասովորական հոգեկան խանգարվածություն ունեցող մարդը։ Լավ, ոնց ես իրան գտնեմ։ Մի Երևան, մի մամա։ Ավելի ճիշտ մի Հայաստան, մի մամա։ Եթե թույլ կտաս կկամենաս, ես քեզ կարող եմ օգնել Լիլի։ Այդ ոնց։ Դե ոնց, մարդ կվարձեմ, որ կզբաղվի դրանով։ Ագնես, սա նահանգները չի։ Նայր, ոնց ուզում ես Լիլի։ Ես իրականում ընդհանրապես կարող էի քեզ չտեղեկացնել ու մեկնել։ Ուր։ Քանի որ քո շատ սիրելի Վիտուսի ընկերը ինձ ճանաչել ու ընդունել չի ուզում, ես այլևս այստեղ անելիք չունեմ։ Ու ես որոշել էի վերադառնալ այնտեղ, որտեղից որ եկել եմ Լիլի։ Այսինքն որոշեցիր մնալ։ Գիտես, եթե ես չեմ կարող ոչ մի բանով քեզ օգնել, ապա իմ մնալն այստեղ ավելորդ եմ համարում։ Ինձ համար անհասկանալի շատ բաներ կան։ Ոնց կարա մեկը, ով հոգեկան խանգարվածություն ունի, կարողանա մի երկրից մյուսը տեղափոխվել։ Զարմանալու բան չկա։ Ինչից ես զարմանում, այսօր ամբողջ աշխարհն է գժվել։ Ու նորմալ պահելաձև ունեցող մարդիկ այսօր աչք են ծակում։ Իսկ իրան որտեղից գումար։ Լավ, ինչ միջոցներով է ինքը ապրում։ Երեխան իրեն շատ լավ ազգացել։ Հիմնականում քնած է եղել, հիմա էլ է քնած։ Դու ասա, ինչ արեցիր։ Ինչի համար։ Գնում էր, որ բաժանվեր։ Բաժանվեցիք։ Չէ, արդեն ուշ էր։ Բա մինչև հիմա ուր էր։ Զբոսնում էի։ Մենակ։ Հա։ Խաբեցի Սպարտակի հետ։ Ես էլ բան չեմ հարցնելու։ Ես էլ բան չեմ հարցնում, որտեղ արդեն ավելորդ է։ Մենակ կարեմ մի բան ասեմ, որ դու դրանից չես բաժանվի։ Ինչի ես այդպես մտածում։ Այսօր զաքս չես գնացել։ Այ բայց վաղը ուզես թե չուզես պետք է գնաս։ Ախպերը տանոստանում։ Հեչ մի հատ կասես, մամա ինչ ես հագնելու, կամ դու ինչ ես հագնելու։ Մամ ինձ համար մեկը ես մի բան կհագնեմ։ Ինչ որ համեստ եք այ մարդ հարս ու տալ։ Կարող է ձեր համար մեկը ինչ-որ բանով յոլա գնաք, բայց ես պետքա ձեզ հագցնեմ, կապցնեմ, որ ասենք իմանա, որ մի բան արել եմ։ Իմ ու լսում ես։ Հա, լսում եմ։ Դե, բան արա, գնա պատրաստվի, որտև արդեն բաբեին ասել եմ, ինքը մեզ սպասում է, պիտի գնանք խանութ։ Մամ, ես երեխուն չեմ կարող թողնել ու ձեզ հետ գալ խանութ։ Այ բանաջան երեխուներ կվերցնենք։ Ինչ է պատահել։ Հետո հանուն աղբորդ քեզ մի թեթև նեղություն տուր։ Թող իմանա, թող զգա, որ մենք ուրախ ենք իր ու բաբեի ամուսնությանը։ Հա, ցովը տանը։ Այ խելոք կոչիկ։ Ուֆ, աման է եսի։ Ես առանձնապես հույս էլ չունեի, որ կգա, ուղղակի որ շատ խնդրեցիր, չուզեցի խաթրից է դուրս գամ։ Ֆրիկ հնարավոր չի, տանոն այդքան անսիրտ չի։ Ես էլ էի մինչև ես տենց մտածում, բայց դու պիտի տենայի իր դեմքին ինչքան չարություն կար։ Լրիվ անտարբեր է դարձել ու դաժան։ Մեկը չեմ հավատում։ Եթե չես հավատում, կարող ես զանգել տանոյին ու խնդրել, որպեսզի հանդիպեք ու դու քո աչքով կտենաս, երևի կընդառաջի կհանդիպեք։ Ոչ, ես ոչ կզանգեմ նրան, ոչ էլ կհանդիպեմ։ Բաբի, ես քո աղբերն եմ, որ կարաս խոստովանես։ Դու առաջվա պես տանոյի հանդեպ զգացմունքներ ունես, թե չէ։ Ֆրիկ, ես Միշի հետ եմ ամուսնանում։ Ոնց կարան իմ զգացմունքները դեռ նույնը լինեն։ Բայց միշտ չի, որ ամուսնությունը սիրո արդյունքում է լինում։ Ոնց նայում ես շուրջդ հասկանում ես, որ
Ամուսնությունը արդյունքն է ամեն ինչի, բայց ոչ սիրո։ Քո դեպքում էլ է այդպես։ Ես սիրում եմ Միշին։ Լավ ես անում։ Ուզնից քեզ խորհուրդ, եթե տանուին հիշելու լինես, հիշի մենակ որպես գեղեցիկ մի հուշ։ Դու այդպես ես անում։ Դե ամենայն դեպս ինքը պարզ ասեց, որ ինքը էլ մեր կյանքում չկա, ավելի ճիշտ մենք իր կյանքում չկանք։ Ես դրան չեմ հավատում։ Ես անգամ չեմ հավատում, որ տանուն չի գա։ Տանուն ներկա չի գտնվի ինձ համար այդչափ կարևոր իրադարձությանը։ Դե եթե քո մեջ գոնե մի քիչ հույս կա, ես իրավունք չունեմ քեզ զրկելու այդ հույսից։ Ու մտածի ու հավատա, որ տանուն գալու է։ Իսկ ինչ էր անում, որտեղ էր ապրում։ Վերքերից մի կպի, բաբի, արի գնանք։ Հեռացիր, դու հարցերի բոլոր պատասխանները կստանաս ամենաշուտը այսօր երեկոյան։ Հիմա եմ ուզում, բացի եմ պատասխանները, որ պիտի տաք, ես ուզում եմ, որ ինձ պատասխան տաք, թե ինձ լույս աշխարհ բերողին ինչի համար եք սպանել։ Լսի, ես այդ կնոջը չեմ ճանաչում։ Հասկանում ես, նա ցանկանում է վրեժ լուծել ինձանից, իսկ դրա համար ընտրել է քեզ որպես զենք եւ թունավորել է քեզ։ Եթե նա ստել է, ուրեմն դուք ինձ հենց հիմա ասեք ճշմարտությունը։ Չգիտեմ։ Լավ էլ գիտեք։ Ուղղակի դուք ուզում եք ձեր մեղքերը կոծկեք, որ մաքուր դուրս գաք, արուն չլինի ձեր ձեռքերի մեջ։ Չէ։ Ինչը չէ։ Գոնե մեկ անգամ տղամարդ եղեք ու խոստովանեք, որ մեղքերի ու կեղտերի մեջ թաղված եք։ Դու ինձ եմ վիճակին չհասցրեցին, որ ես կարողանամ քեզ հետ խոսել։ Դուք սեղից հենց այնպես չեք կարող գնալ։ Ես չեմ կարող ձեզ հենց այնպես առանց պատասխան տալու բաց թողեմ, որ դուք գնաք ստեղից։ Ինչ է ուզածդ։ Իմ ուզած արդարությունն է։ Ես ուզում եմ, որ ձեր գործած հանցակների համար պատասխան տաք ինձ։ Ես ուզում եմ Աստծո գործը վերցնեմ իմ վրա ու իր տեղը ձեզ պատժեմ։ Պապա ջան, ինչ ես մտածել, որ ինձ տես կանչում։ Լավը մաշն է տեսա, թե չէ կմտածեի սխալ եմ եկել։ Լսի, ես չգիտեմ իմ ձեռքերը որքանով են արյուն։ Բայց ես չեմ կարող քեզ բացատրություն տալ։ Մեղագալուց են գիշնել քո առաջ։ Դուք եք ինձ շպրտեմ անկատուն, ուրեմն դուք գիտեք իմ լույս աշխարհ բերողն ուր է։ Չգիտեմ, ինձ էլ է այդ հարցը ճնշում ու տանջում։ Այդ կինը ուղղակի ձեզ չի վատաբանել։ Ինձ ճշմարտությունն ասվե, հասկանում եք։ Ես հարբած էի, հա։ Ճանապարհին ուշադիր չէի, երբ որ ինչ-որ մի կնոջ գցեցի մեքենայի տակ, նույնիսկ դեմքը չտեսա։ Այդ նա էր, այն կինն էր, որ խաբվել էր ձեզնից, ում երեխուն դուք անտեր էիք թողել, ու հիմա էլ զրկում էիք կյանքից։ Դա լսի, ես չգիտեի, որ այն կինը, որին մեքենայի տակ եմ գցել, դա անժելն է, ես դա իմացել եմ 2 տարի առաջ։ Դուք մարդասպան եք, դուք սպանել եք այդ կնոջը, դուք զրկել եք իրանիցնից, ինձ էլ իրանից, դուք մարդ չեք։ Ճիշտ ես քեզ որբ եմ թողել, ու որ տակ գցել եմ դա իմ սիրած կինն է։ Ափսոս այս օդը, որ շնչում ես, ափսոս այս կյանքը, որ վայելում ես, եթե նա չկա դու ինչի համար ես աբրում, եթե օրենք կա ինչի համար ես դու ազատության մեջ, պատասխանում ես։ Եթե սպանել ես հետո ինձ կներես, սպանել։ Մերի ուրեմն, հասնենքո, կսպանեմ թե Թողը պապա ես տրակը մորդ եմ կովրա ձեր բարձնելու համար, այդ բոտ։ Ես կո մարդը սպան հորը, սպանելու եմ արա, թե հիմա թե հետո։
Բարև ձեզ։ Ինչպես եք։ Լավ ենք։ Նա դեռ բարև եք յա։ Բարև ձեզ։ Լավ ենք։ Շատ լավ ենք։ Ճիշտ է, մի քիչ հուզված ենք։ Ոնց որ ասենք, այս պայմաններում, դա նորմալ է, էլի, ոչինչ։ Հա, տղուս եմ ամուսնացնում։ Ասես, տղուս եմ ամուսնացնում, ճիշտ է, տենց մեծ հարսանիք չենք անում, բայց ասենք նենց էլ չի, էլի, որ արարողությունը ընդհանրապես չենք անում։ Աչքներդ լույս լինի։ Ապրես ասիս, տարստել քեզ լինի, թե տարստատեն եղել է։ Ինչ ասեմ, հիմա նենց եք անում, որ մենք իրեկս էր, ստեղից սիրուն, հակած կապած դուրս գանք։ Մեր հաճախորդն եք, ձեր ոճը գիտենք, հիմա ձեզ սպասարկենք։ Դեսուս բալես։ Գիտես ինչ եմ ուզում Էմուլիս համար, մի հատ սենց վառ եթերային սենց բան եմ ուզում, էլի։ Մամ, բաբի հարսանիքն արի առաջին իրանոթ, լավ։ Վերջի տմաշն ձեր անի է, նենց սուսուպուսա կանգնել։ Ծանոթացի ազիս։ Հարսեսա։ Հա։ Ընդամենը մի քանի կաթիլ կոնյակ։ ու նյարդերս թուլացան։ Նոնա։ Ինչ նոնա, ով եք դուք, բաց ողեք ձեռքս։ Հա, նոնան ես։ Ես քեզ ճանաչեցի, բայց աչքերիս չեմ հավատում։ Թե դա ինձ ինչպես ճանաչեց։ Թող գնա կորչի։ Ինձ միայն Յուրի Բալայանն է հուզում։ Ես եկա նրան զավթելու, բայց սխալ մոտեցումն ու սխալ քայլերն ավելի սխալ արդյունքների հանգեցրին։ Ինչ ուզում ա թող լինի, ես այստեղից չեմ գնա առանց Յուրի Բալայանի, առանց Յուրի Բալայանի սիրտը գերելու։ Յուրին չի կարողանում կառավարել իրավիճակը։ Ես գրեթե հույսս կտրել եմ։ Հավանաբար շուտով Սպարտակին հայտնի կդառնա տանոյի ով լինելը եւ ամբողջ քաղաքը կիմանա այդ մասին։ Սպարտակ Յուրովիչ, ինչ եք այդ փաստը այդպես ցավագին ընդունում։ Պետք չի։ Ես տարիներ շարունակ այս գաղտնիքը պահել եմ, փայփայել ու փաստորեն հիմա այդ ամբողջը իդերև է ելնում։ Դա է ինձ համար ամենացավալին։ Ճիշտ եք, ընտանիքում եղած խժդժությունները մեծ վտանգ են ներկայացնում եւ կարող են քայքայել ընտանիքը։ Բայց ձեր որդուն ոչ ոք չի կարող պատասխանատվության ենթարկել Անժելին սպանելու համար։ Դու էլ ես համոզված, որ Անժելը ողջ չի։ Դե Սպարտակ Յուրովիչ, որ ասում եք այդ կինը Անժելը չի, այլ ես ուրիշ ինչ մտածեմ։ Բայց այստեղ հարցը ծագում։ Լավ, եթե Անժելը չի, բա ով է։ Յուրին չի կարողացել նրանից կոնկրետ պատասխան ստանալ։ Սպարտակ Յուրովիչ, ով էլ լինի այդ կինը, միևնույն է։ Ձեր որդուն 25 տարվա վաղեմություն ունեցող գործի համար պատասխանատվության չեն ենթարկի։ Առավել ևս, որ ոչ այն ժամանակա բողոքող եղել, ոչ էլ հիմա։ Մի տեսակ ես, դու ինձ չես լսում։ Ժամանակա գալիս, որ գիտակցում ես, թե կյանքում ինչքան արժեքավոր բաներ կան։ Ու նաև գիտակցում ես, թե որքան անզոր ես դրանք պաշտպանելու համար։ Արթուր, ինչ է պատահել։ Սպարտակ Յուրովիչ, հավանականություն կա, որ երեխայիս մայրը կարող է քայլել։ Եթե իհարկե տանեմ Իսրայել բուժման։ Իսկ ինչ նախնդիրը, ինչի չես տեղափոխում։ Արթուր, դու արդեն ինձ չես վստահում։ Ես այդ մարդը չեմ, ես խնդրում եմ քեզ ինձ հետ անկեղծ լինել։ Կներեք Սպարտակ Յուրովիչ։
Հիմա անհնարին ոչինչ չկա կյանքում, կամ գրեթե չկա։ Ուղղակի ամեն ինչը գումարների հետ է կապված։ Ուրեմն գումարի խնդիր կա, դա է քեզ անհանգստացնում։ Այնպես չի, որ գումար չունեմ։ Ողջ կյանքս աշխատել եմ։ Այդ մասին ինձ մի ասա, Արթուր։ Ուղղակի խոսքը մեծ գումարների մասին է։ Արթուր, ես կարող եմ քեզ գումարի հարցում օգնել։ Իհարկե ես չգիտեմ դա մեծ գումար է թե ոչ, բայց ես պատրաստ եմ քեզ օգնել։ Սպարտակ Յուրովիչ, ես իհարկե շատ զգացված եմ եւ շնորհակալ եմ ձեր առաջարկի համար, բայց կներեք չեմ կարող այն ընդունել։ Իսկ ինչի՞։ Ոնց եմ ես քեզանի ժամանակին զողողություններ ընդունել։ Դա ես արել եմ ձեզ համար, ձեր ընտանիքի համար։ Առավել եւս որ փոխհատուցում չեմ պահանջում։ Առավել եւս պետք է ընդունես իմ օգնությունը։ Սպարտա! Սպարտա! Ոչ այսպես, ես նրա համար այսպիսի հաշվի արդար չէի նախատեսել, ես արդար բախում էի ուզում, արդար գրեյվ էի ուզում, որ հաղթանակս էլ արդար լիներ, ես ինչ եղավ, ախ ես ինչ եղավ, չէի ուզում, գրողատանից չէի ուզում, Տարապանքդ էի ուզում տեսնեմ, այժմ տեսում եմ ու հաճույք չեմ ապրում, բավարարված չեմ զգում ինձ, չէի ուզում, ախր չէի ուզում։ Ուֆ, որսիշ լավ էր, կերեք, նենց լավ հովացնում ամ, այդ հոգնածությունն էլ հանում ամ, կերեք։ Մամ, ընդամենը մի խանութ մտանք, մեր գնումներն արեցինք, դուրս եկանք, ինչից ես հոգնել։ Բապի ջան, դու տենում ես սրան, չէ, դու սրան տենում ես, ինձ լրիվ դրելա 20 տարեկանի տեղ այ բալա, հաշվի չի առնում տարիքս, տարիքի հետ կապված խնդիրները, հենց մեկը հոգնածություն է օրինակ։ Կներեք հավոր կինջան, բայց դուք տարիքից չպետք է բողոքեք, դուք այնքան երիտասարդ եք երևում, որ մենք հաստատ կերազեինք, որ դառնայինք ձեր տարիքին ու ձեզպես երիտասարդ Երևանում։ Բաբի ջան, հիմա լսի լուրջ բան եմ քեզ ասում, բալես։ Թող երիտասարդությունն էլ մի քիչ վնասվի։ Հա, գիտես, այս տարիքում արդեն արտաքինը այդքան էլ նշանակություն չունի։ Իմ ուզածն է, որ դուք ինձնից երջանիկ լինեք։ Մամ, քանի վերջնական չես ուզվել ու լաց չես եղել, երեխուն վերցրու, ես հիմա կգամ։ Մեռնեմ ես այս երեխուն, քնում ածակս։ Հա, բայց դու ուր ես գնում եմ։ Լվացվեմ գամ։ Գամ հետդ։ Չէ։ Բաբի ջան, հավանեցի շորիկդ բալես։ Հա, շատ, ուզում է ձեզ շնորհակալություն հայտնել։ Աման, չամաչեցիր այ բալը։ Դուք իմ հանդեպ խանութում շատ հոգատար էիք, ոնց որ մոր դերում լինեիք, որ ինչ եմ ունեցել։ Բաբի ջան, անենց բաներ մի ասել, որ հուզվեմ, դեմքիս կնճիրներն էլ շատանան, բալիկ ջան, պետք չի էլի, խնդրում եմ։ Ես հիմա ինձ ավելի հանգիստ եմ զգում, որովհետև գիտեմ, որ դուք սրտանց ուզում եք, որ ես Միշի հետ ամուսնանամ։ Ամենաշատը ես ուզում եմ, որ դուք երջանիկ լինեք, բալես, որ իրար երջանկացնեք, այդ եմ ուզում։
Ես էլ եմ դա շատ ուզում, մանավանդ որ Միշը իրոք դրան արժանի է։ Դու էլ, Միշն էլ, դուք երկուստ էլ արժանի եք երջանկության։ Ու գիտես, եթե համերաշխ, սիրով ընտանիք կազմեք, հենց էդ էլ երջանկությունն է, հենց էդ է, հավատա։ Թե ես ինչի եմ զանգում։ Իրան պետքա թող ինքը զանգի ու գա երախուն տանի։ Բայց ինքը անհանգիստ գնաց։ Ինչ անեմ, ես էլ եմ անհանգիստ։ Բաժանորդը անջատել է հեռախոսը, բան գտնվում է։ Ինչի ես անհասանելի։ Ալես, ինչի չես գնում երեխեքի հետ խաղաս։ Հոգնել եմ մամ խաղերից։ Ժակլին։ Ինչ մամ։ Բայց դա քեզնից չի։ Դու օր ու գիշեր կարաս ընկերներիդ հետ խաղաս, բայց հիմա որ դու հոգնես, ես ինչ ես ասում։ Էդ առաջ էի սիրում, բայց հիմա չէ։ Արևս գնա խաղալու։ Ես ինձ շատ վատ եմ զգում, որ դու քեզ ամեն ինչից կտրում ես։ Գնա, ես սենց ինձ ավելի լավ կզգամ։ Մամ, ինչ վատ բան կա, որ ես քեզ հետ եմ ուզում մնալ։ Քո հետ ավելի հետաքրքիր է։ Չեմ ուզում, որ ընդհատված մանկություն ունենաս։ Հիմա այս վիճակից ելնելով։ Առանց հետ էլ քեզ շատ բաներից եմ զրկել։ Զրկել եմ հորիցդ, ու մինչև օրս չեմ կարողանում այդ պակասը լրացնել։ Մամ, ինչ դառնամ, որ մեծանամ։ Բայց դեռ ժամանակ ունես։ Կմեծանաս ու կհասկանաս ինչ ես ուզում ես կյանքից։ Մամ, որ մեծանամ, ուզում եմ շատ փող աշխատեմ, որ քեզ տանեմ բուժեմ։ Ժակլին, եթե ես մի անգամ էլ քեզանից տենց բան լսեմ, իմացի կմնամ այս բակում ու բարձր կլացեմ, որ բոլորը իմանան, որ դու տենց բան ես ուզում։ Չէ, մամ, ես վատ բան չեմ ասում, որ դու էլ բարկանում ես։ Գրկիրից բալես։ Ամուր գրկիր։ Սպարտակս անհասանելի է։ Յուրայի հեռախոսն էլ անջատած է։ Ինչ անպատասխանատու մարդիկ են։ Չեն մտածում, որ կանհանգստանանք։ Բայց պապ, ես արդեն իսկապես սկսում եմ անհանգստանալ, գիտես։ Ստերոյդին ռենացա զուգադիպությունը։ Նրանք երևի միմյանցից տեղակել չեն։ Յուրան էս վերջերս շատ խառնա, շատ։ Ու ամեն ինչին ոչ ադեկվատ վերաբերմունք է ցուցաբերում։ Չի կարող անդադար այս վիճակը լինել։ Այս անհաջողություններից հետո հուսով եմ մի օր մեզ վրա լույս կբացվի։ Օհ, պապ, ես նույնիսկ դրանից էլ եմ հույսս կտրել։ Ինչպես հիմա, որ նրանցից մեկը հեռախոսը կմիացնի ու կհասկանա, որ կարելի է տուն զանգել։ Սպարտակը չի ասել ուր է գնում։ Չէ։ Այդ դեպքում զանգարիր Յուրային աշխատավայր։ Քարտուղարուց իմացի։ Երբ է դուրս եկել։ Յուրիկին թվում է այդ տանոյին բացահայտեց խաղաքարտերը, էլ իրապես տղա չկա։ Ինքը էլ վախենալու բան չունի, ոնց ուզի, որ ուղությամբ ուզի, զենքը կպահի։ Էլ չի իմանում, որ ես իմ զենքերը ցած չեմ դրել, ու շատ տարակ մտնելու եմ դիրքեր, ու ոնց կարողանամ մաղեմ, սկսած այդ դեբիլ Սպարտակից։ Յուրին ուզում է ազատվի ինձնից, ուզում է փակի ինձ, մտածում է էտելանի, խաղաղ կապրի։ Հաշվարկներիդ մեջ սխալվել ես, Յուրիկ ջան, քեզ տրորելու, ճզմելու իսկական պահն է հասել։ Ես ոնց կարող է դա ձեռքիցս բաց թողնեմ, չէ որ ես քո ձեռքում թոռ ունեմ, որին ինչ գնով էլ լինի պիտի ստանամ։
Հասկանում ես, որ այդ Ագնեսը քո վրա կոնկրետ ուրախանում է։ Ինքը մի հով տեղ նստած ծիծաղում է քո վրա, իսկ դու ստեղ տանջվում ես։ Հա բայց ինչի համար։ Որն է իմաստը։ Խոսալուց նայ երեսիս։ Ինձ վրա ծիծաղելով դժվար թե Ագնեսը գերագույն հաճույք կամ շահույթ ստանա։ Դու ամեն գնով դրան պաշտպանում ես։ Թողում ես, որ իրա ուզածին հասնի։ Ես չեմ հասկանում իրա շահը որն է։ Ախր եթե դու ասես ցույց տաս, աչքս մցնես, ես կասեմ հա, Վիտուս, ճիշտ ես ասում։ Դու ես այդ մարդու հետ ապրել։ Դու ինձնից լավ պետք է իմանաս իր հոգեբանությունը։ Ագնեսն ինձ ստելու պատճառ չունի։ Ես քեզ ավելին ասեմ։ Քանի որ եղբայրդ նրան որպես մայր չի ընդունում, նա մեկնում է Ամերիկա, վերադառնում է եղբոր մոտ։ Հո, парքը շատ Տեր Աստված։ Դա էլ քեզ ապացույց, Վիտուս, որ նա իմ դեմ ոչինչ չունի։ Ուզում է ուղղակի օգնած լինի։ Լավ, ենթադրենք Ագնեսի տայի ուսերին թևեր աճել։ Ու ինքը շուրջ բոլորը ուզում է տենց բարիք տարածել։ Վիտուս, ես քո հումորների տրամադրությունը չունեմ։ Ագնեսի տային դնում ենք մի կողմ։ Մորդ մասին պատմությունները լրիվ անիրական են։ Ոնց կարա հիվանդ մարդը լինի նահանգներում, հետո Հայաստանում, ու այդ ամեն ինչը անի մի ամսվա ընթացքում։ Այդ ես քեզ ասում եմ, այդ մերացույց պատմածով։ Հա, դրանց մասին ես էլ եմ մտածել։ Բայց պատասխանները չես գտել, չէ՞։ Թե գտել ես։ Դրա համար ես տենց վստահ հավատում Ագնեսին։ Կարող է ես շատ եմ ոգևորվում, բայց չեմ ուզում մորս տեսնելու ու նրան ճանաչելու հնարավորությունը ձեռքիցս բաց թողնել։ Չգիտեմ, հնարավոր է նա երկխաղացիություն ունի ու կարողանում է շատ հեշտությամբ մի երկրից մյուսը տեղափոխվի։ Վիտուս, օգնիր ինձ, խնդրում եմ։ Լավ, որ պարզվեց, որ սուտ է մորդ մասին պատմությունները։ Ինչ ես անելու, ոնց ես վարվելու կասես։ Դրա համար ես քեզ ունեմ, Վիտուս։ Գիտեմ, որ դու ինձ չես թողնի հուսահատության մեջ։ Չես թողնի, որ մենակ լինեմ։ Բայց ես ինչի թողեմ, որ ընդհանրապես դու ընկնես հուսահատության մեջ։ Վիտուս, խնդրում եմ, հասկացի, ես չեմ կարող ոչինչ չանել, իմանալով, որ մայրս ողջ է ու Հայաստանում է։ Լիլի, մի բան եմ ասում, բայց նեղանալ չլինի։ Եթե ինքը ողջ է ու երկրից երկիր է տեղափոխվում, ընդհանրապես քեզնով չի հետաքրքրվում։ Ինքը մեզ լույս աշխարհ բերած մայրերից ընդհանրապես ոչ մի բանով չի տարբերվում։ Իսկ ինչ գիտես, որ չի անում։ Կարող է ինձ համար է գալիս գնում։ Եթե տենց է, ինքը հանդիպել է Ագնեսին, չէ՞։ Իրանից կինֆորմացվեր։ Ավելի լավ է երեխան մնա մամայի հետ էս պահին։ Ես մտքերով օթերում եմ սավառնում։ Կամ էլ ինչի օթերում, եւ ոչ Սպարտակի հետ։ Ինչի զանգեմ, ինչի ցածրանամ։ Եթե ինքն իրեն բարձրացնել գիտի, ես ինչի պիտի չկարողանամ դա անել։ Ինչի եմ որոշ ժամանակապարտ խաղում, հետո իսկույն կոտրվում։ Իրականում չեմ կարողանում մտքերս ազատել Սպարտակից։ Քանի որ անհանգիստ եմ, զգում եմ, որ ինչ եմ զգում, ես էլ չեմ հասկանում։ Բայց ինչ որ ներքին վախ կա, ինչից դրդված էլ ուզում եմ զանգել, ձայնը լսել։ Բայց չէ, չեմ անի, չեմ զանգի։ Ինքն ուրիշ բան կմտածի։ Իսկ իմ անհանգստության մասին խոսքերը կեղծ պատճառաբանություն կընդունի։ Ես էլ եմ մտածում, որ նրանք միասին են ու դրանից ավելի եմ խոճապի մատնվում։ Ինչու՞։ Դե որովհետև պապ, Յուրան էս վերջերս նենց է խճճվել իր խնդիրների մեջ, որ ես չեմ զարմանա, որ նա կարող է վերցնի Սպարտակին ասի իր ապօրինի որդու մասին։ Ռենա, խնդրում եմ, փոխիր վերաբերմունքդ այդ տղայի հանդեպ։ Սպարտակն էլ կարող է հետևել քո օրինակին։ Պապ, ես չեմ կարող այդ տղային ընդունել։ Միայն նրա համար, որ նա Յուրայի դավաճանության պտուղն է, ինչպես նաև որ աչք է տնկել Սպարտակի կնոջ վրա։ Ինչեր ես խոսում, Ռենա, չի կարելի այդպես։ Ես էլ գիտեմ, որ չի կարելի, բայց ինձնից չեմ հորինում։ Ինչ կա, նա բարձրաձայնում եմ։ Ռենա,
Պապ, շատ եմ խնդրում դրա մասին էլ չխոսենք։ Հիմա ինձ Սպարտակս է հետաքրքիր ու ես պիտի նրան գտնեմ։ Մի հատ էլ զանգեմ տեսնեմ։ Կվերցնի հեռախոսը։ Չէ, չի պատասխանում։ Ռենա, ես ցավ եմ զգում, որ այդքան հեռացել ես Յուրիից։ Նույնիսկ չես անհանգստանում նրա համար։ Այդպես չի, պապ։ Թեպետ այնքան կցանկանայի, որ այդպես լիներ։ Աստված էլի անարդար վարվեց ինձ հետ։ Ես հարմահն էի ուզում, իսկ որ դու հետ հավասար պայմաններ ու հավասար պայքար էի ուզում։ Այն էլ ոչ նրա համար, որ ինքը Բալայան ընտանիքում ա եղել ամեն ինչ, ստացել ամեն ինչ, իսկ ես ոչինչ չեմ ստացել երբեք։ Ես նրա հետ ուրիշ կռիվ ունեի տալու, իմ կռիվը շատ ավելի շուտ էր ծնվել։ Նա պետք է ապրի, որ ես իմ արդար հաղթանակը տանեմ, նա պիտի ապրի, պիտի գրուղը տանի, պիտի ապրի։ Ես հարբած էի, ճանապարհին ուշադիր չէի, երբ որ ինչ-որ մի կնոջ գցեցի մեքենայի տակ, նույնիսկ դեմքը չտեսա։ Մարդասպան Յուրի Բալայանին բոլորը պետք է ճանաչեն։ Ու խաչ բարձրացնեն։ Ես դա կանեմ։ Ուզում եմ ձուլվել ես բնության հետ, դառնալ սրա մի մասնիկը, ում է պետք իմ կյանքը, ում եմ ես պետք, հետաքրքիր հարցեր, ում եմ ես պետք։ Արտակ! Եթե հայրական բնազդն այդքան ուժեղ է քո մեջ, Յուրի Բալայան, եթե զավակիդ այդպես սիրել գիտես, ոնց կարող էիր մեկին շպրտել փողոց, իսկ մյուսին տալ ամեն ինչ։ Այդ ոնց է լինում։ Մեկը լինի ինձ բացատրի ոնց է լինում, որ ես չեմ կարողանում հասկանալ։ Բժիշկի չազգերը չի բասում իր տղեն, իջի խոսում։ Անգիտակից վիճակումը։ Մի բան արեք, ազգերը թող բասի, իջի այս վիճակում, մի բան արեք։ Իջի այս վիճակում իր տղեն։ Գլխի կրած հարվածից։